Սիրելիներս ողջույն, ինչպե՞ս եք, ես լավ եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, թե ինչ որ այսօր լինելու է եւս խոհարարական եւ մի քանի կոմենտարիաների պատասխան, քանի որ խոստացել եմ մի կոմենտարիայի անդրադառնամ, հենց կոմենտարիա գրողին, դա այս պատճառով որոշել էի բազուկով եւ գազարով սալատ պատրաստել, ճորկայեցի, վերջացրեցի, ասեցի լավ, սպասի, համ կխառնեմ, համ էլ ընթացքում կզրուցեմ, քանի որ հետո աշխատանքի եմ, հետո ասելով 2 ժամից աշխատանքի եմ, ասեցի լավ, սպասի, քանի ժամանակ ունեմ, տրամադրեմ, համ էլ ինձ թվում է դուք սիրում եք սենց ինչ որ կիսախոհարարական, կիսազրույց վլոգ, ժողովուրդ, ուրեմն համ ասեմ ինչ ձևի եմ սալատը պատրաստում, չնայած ինձ թվում է բոլորս էլ այդ տեսակի մեջ ենք այս սալատը պատրաստում, բայց ամեն դեպքում կիսվեմ։ Գազարը եւ բազուկը ճորկա եմ արել, սենց խոշոր ձևով եմ արել, մի սենց գլուխ սխտոր եմ վերցրել, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, պոպոկ երևի թե մի բռից մի քիչ ավել եւ թթվասերա պետք լինելու, մեկ էլ աղ։ Վերջ, ուրիշ բան ինձ պետք չի, հա, մեկ էլ եթե կցանկանաք, ուր է իմ ձեթը, եթե կցանկանեք ձեթ ավելացրեք, ես ձեթունի ձեթ կավելացնեմ, դուք արդեն ինքներդ որոշեք ինչ եք ուզում ավելացնեք, հիմա կոմենտարիան կարդամ ու սկսենք ժողովուրդ, ուզում եմ այդ կոմենտարիայից սկսեմ, հետո նոր մեկ վայրկյան, հա, գրել է Քրիստը, նկարը ծաղիկներով է, ոնց հասկացա, հա, նկարը ծաղիկներով է, գրել է այս վերջի վիդեոյի տակ, որտեղ որ ես դուրս է եկել մեր Արմինեի հետ մի բաժակ խմելու, Արմենի ասաց, պաստորեն դու պիվա ես խմել, ասիլա մի նախանձի քեզ էլ մի օր պատիվ կտամ, ուի, ես ով էր եկա մտավ, մեր ու ժողովուրդ, Մեղուն եկա մտավ մեր տուն, հնդի մի կորի, պատուանը շատ մեծ եմ բացել, որտեղ շոկ է։ Ահա, այդ վիդեոյի տակ կոմենտարիա կա գրված Քրիստի կողմից, երևի Քրիստին է, Քրիստա ուղղակի գրած, Սեյնե ջան, վերջում դու փակեցիր գումարը, թե ամեն մարդ իր տեղը փակեց։ Ճիշտն ասեմ, այդ կոմենտարիան կարդալուց մի քիչ սենց ինձ համար տարօրինակ կոմենտարիա էր, անկեղծ եմ ասում, գրեցի, բայց ինչու եք ուզում իմանալ ու ինչը որ ինձ համար նորմալ է, ասենք այդ հարցի իմաստը չհասկացա։ Հետո Քրիստինեն պատասխանեց կուզենայի հաշվել քո գումարը եւ իհարկե գրելա հումոր եւ ժպտում է, հումորից հասկացող մարդ եմ, հումորը ընդունում եմ, խնդիր չկա։ Հայաստանում մեկ անձի փոխարեն, չէ, մեկ անձը փակում է 10 անձի փոխարեն, դե իսկ Լիոնում այդ ձևն է, թե ամեն մեկը իրեն փոխարեն ու տենց շարունակվում է։ Գրեցի հասկացա ձեր հարցը ու կուզենամ անդրադառնամ իհարկե, հա, մեր հայրի մոտ սովորություն է, չէ, որ մեկը վազում է իր քարտը վերցրած կամ գումարը վերցրած ու բոլորի փոխարեն փակում է։ Եթե ունի այդ անձը այդ հնարավորությունը, ապա շատ գովելի փաստ է, ինչու ոչ, թող հաճի պատճառի իր ընկերներին, բարեկամներին, հարազատներին եւ փակի հաշիվը սիրելիներս։ Այստեղ Ֆրանսիայում մի քիչ ուրիշ ձև է, համ խոսամ, համ գործս առաջ լավ տանեմ։ Նայեք, այստեղ ես առաջ չգիտեի, որ ճիշտն ասեմ, այստեղ գոյություն ունի հրավերի տարբեր տեսակներ ժողովուրդ։ Դա ես բացահայտեցի աշխատանքի տեղը։ Եթե օրինակի համար ես ինչ-որ մեկի հետ ուզում եմ դուրս գամ եւ սուրճ խմեմ, ու եթե ես ասում եմ, ես քեզ հրավիրում եմ սուրճ խմելու, դա նշանակում է, որ ես եմ գումարը փակում։ Այսինքն ես եմ հրավիրել, դա լոգիկա է։ Եթե ասում եմ մի օր չգնանք օրինակի համար սուրճ խմենք, դա արդեն ընթացքում պարզ է լինում, կամ ամեն մեկը իր փոխարեն է վճարում, կամ ինչ որ մեկը երկուսից մեկը վճարում է, հա, արդեն այնտեղ ընթացքում է երևում։ Նույնիսկ ծննդյան առիթներ է լինում, երեխաների կոնկրետ, իմ համար դա շատ տարօրինակ է, ժողովուրդ, որ նոր ենք եկել, նոր եկած ասելով երևի մի տարի ու կես տենց Կարծեմ սոմուներ, թե նանիքներ, երկուսից մեկը, մեծերից երկուսից մեկը, թե արյունաներ, ժողովուրդ չեմ հիշում երեխեքից որ մեկն էր, հիշում եմ, որ ասես ծնունդ եմ հրավիրված Մագդո կարծեմ, շատ վաղուց պատմություն եմ պատմում, այն ժամանակ Մագդոն էլի վատ վայր չէր, շատերի իրանց երեխաների ծնունդը հենց Մագդոյում էին նշում, տենց օպցիա կար,
վճարում էին, ունդեղ թված կա, մի խոսքով ամեն ինչ այդ մենյուի մեջ մտնում էր։ Ասեցի օքեյ, նվերը գնացինք առանք, մի խոսքով պատրաստվեց երեխան, որ դա ու մեկ ասում մամա դե ասում վանի փողն էլ դուր, որ այն ինչ որ ես պետքա պատվիրեմ, որ վճարեմ։ Տեսեք զարմացած նայեցի ասում բայց քեզ ծնունդի են հրավիրել, դե մեր Հայաստանում ծնունդի որ հրավիրում ես ամեն մեկը իր փոխարեն չի վճարում։ Հա, չէ մամա ասում ինքը ասելա եթե կուզեք, կարան գնանք այդտեղ իմ ծնունդը նշենք, բայց չի նշանակում որ ինքն է վճարում, ինքը չի ասել ես ձեզ հրավիրում եմ, ես ինքը առաջարկել է իր ծնունդը նշել։ Ու հետագայում էլ արդեն մեծ տարիքում նույնիսկ Նարեկը շատ եղել իր ընկերների ծնունդը, ասելա դե մենք ծնունդը նշելու ու ամեն մեկը իր փոխարեն է վճարել, բան։ Այ դա իմ համար մի քիչ տարօրինակ է, ասում Հերիք չի նվեր ես առնում, գնում ես մոդել կոտեղը պիտի վճարես։ Հա, այդ պահով տարօրինակ է։ Իսկ ինչ հերթը ասում է, եթե օրինակի համար ձեր հարցը, որ մեկ հոգին վճարում է 10 հոգու փոխարեն, Քրիստինե ջան, ասեմ, որ այստեղ ավելի ճիշտ ֆունկցիա է, ավելի ճիշտ օրենք է գործում, օրենք չի, դա նորմալ երևույթ է, որ երբ որ ինչ-որ խմբով լինի, դա աղջիկներով, տղաներով չգիտեմ, անկեղծ եմ ասում, բայց չէ, տղաներով էլ այդպես, հիմնականում որ գնում են, ամեն մեկը իր փոխարեն է վճարում, դա Սամոյի օրինակից գիտեմ, հա, կամ լինում է հազվադեպ դեպքեր, որ երկուսով են լինում, մեկը մյուսի փոխարեն վճարում։ Հա, իսկ եթե մեծ քանակի աղջիկներով են գնում, օրինակի համար մարտի 8-ը որ գնացինք նշելու, ամեն մեկս մեր փոխարեն վճարեցինք, ու դա նորմալ է ժողովուրդ։ Այդ ձևով ավելի հաճախ կարող եք դուրս գալ, վստահ որ ամեն մեկը ձեր փոխարեն է վճարում, ձեր պատվերը անելուց վստահ լինել, որ օրինակի համար ձեր գրպանի փողը կբավականացնի, որ ձեր պատվերը փակեք։ Դա ամոթ բան չի ասել, որ միգուցե գումարը բոլորի պատվերը փակելու չէ, հերիքի ինչը որ նորմալ է, մենք բոլորս էլ սովորական աշխատող մարդիկ ենք ու ունենում ենք մեր որոշակի ծախսի գումարը, թե տան համար, թե դրսի համար, հա։ Դες պատճառով մենք էլ որ մարտի 8-ին պայմանավորվեցինք, որ դուրս գանք ինչ-որ մի տեղ նստենք, ամեն մեկս վերջում վեր կեցավ իր գումարը փակեց։ Ու դա շատ ճիշտ է, ես գտնում եմ։ Այնտեղ ցուցամոլության ոչինչ չկա, ոչ մեկին ապացուցելու ոչինչ չկա, որտես ես այնքան ունեմ, որ բոլորի փոխարեն ես փակեցի։ Լինում է, որ ես Ինեսան ու Թերեզան, որ միասին դուրս ենք գալիս, այ դա մի քիչ դժվար է մեր երեքիս մոտ։ Մենք այդպես էլ չկարողացանք իրար մեջ պայմանավորվենք, թե ով է ում փոխարեն վճարելու, որ ճիշտն ասեմ։ Մեկ անգամ նույնիսկ կռիվ էր գնում հենց վճարման տեղը, երեքովս քարտով, կարծեմ Թերեզան էր, եթե չեմ սխալվում, մտավ նույնիսկ այդ աշխատողի այդ տարածքը, որ իր քարտով ինքը վճարի, ասենք տես թատրոնել ենք մեկ-մեկ խաղում, բայց հիմնականում, հա, ինչ-որ մեկս սավից փոխարեն է վճարում, այդ երեքս, որ դուրս են գալիս, մեզ մոտ այդպես է, վերջի անգամ, որ դուրս եկանք, Թերեզան վճարեց բոլորիս տեղը, շատ խորամանկություն արեց, հետո որ ես վեր կեցա, որ գնամ վճարեմ, հասա, որ վճարումս անեմ, ասին, որ վճարված է արդեն, ջղայնացած հետ վերադարձա, մի խոսքով, այս երեքից ուրիշ պատմություն է, ինչ եմ ուզում ասեմ, որ այդպես ֆիքս չկա, բայց եթե մեծ քանակի ժողովուրդը դուրս գալիս ու պլանավորում, ասում են, այսօր դուրս չգանք, միտեղ նստենք, հա, դա չի նշանակում, որ եթե ես առաջարկեցի, որ 20 հոգու փոխարեն ես պետք է վճարեմ։ Ինչ վերաբերվում է Արմինեի հետ դուրս գալուն ժողովուրդ, երբ որ հաշիվը բերվեց, ես մի րոպեին այդ թուղթը վերցրեցի, խլեցի, հետո երբ որ այդ տղան մոտիկացավ, որ վճարումը ստանա, երկուսս էլ մի քիչ պայքարեցինք, բայց իտոգում ես հաղթեցի ու ասենք նույն կերպով կարար Արմինեն հաղթել այդ կռվի մեջ, հա։ Օրինակ այսօր ես եմ վճարում, մյուս օրը կարող է մեկ ուրիշը վճարի, ոնց որ, բայց այդ առումով այստեղ ավելի հանգիստ է։ Օրինակ Մելինեի հետ էին մի երկու առանձրություն, պայմանավորում ենք, որ մի օր միտեղ դուրս գամ ու առաջարկեց նավի վրա, տենց ստեղ կա նավ, որի վրա որ ոնց որ ժամ ես վերցնում, գնում ես ռեստորանա նավի մեջ, շրջում է նավը եւ իհարկե այնտեղ ունես սալատ, entrée plat dessert տենց են ասում։ Մի խոսքով լավ սնվում ես, դուրս ես գալիս ամեն ինչով ու արժեքը կարծեմ 67-ից 70 եվրոյի սահմաններում է, մարդա, այդպես է ոնց որ։ Ու ինքը ինձ որ առաջարկեց, իհարկե համաձայնեցի ու իհարկե դա լինելու է ամեն մեկս փոխարեն վճարելու ենք ժողովուրդ։
ասենք օրինակի համար, եթե մենք 5 աղջիկ ենք օրինակի համար գնանք, դուք հաշվեք, որ համարը դառնում է 400 եվրո, հա, եթե 70-ով հաշվես 350, այնտեղ չգիտեմ, միգուցե 75, այն ինչա չեմ կարող точно ասել, ուտե փոփոխվում է ըստ ժամի, ըստ կարծեմ կոնտրած, չգիտեմ, մի անգամ Արմենի հետ անցած տարի ենք եղել, իր ծնունդի համար ես ու ինքը գնացինք Էլինի ձևի հետ պտույտը արեցինք, հա, ու իհարկե ոչ մեկս էլ այդքան գումար կողքի դրած չունի, որ ուղղակի ինչ-որ աղջիկների հետ դուրս գա օր անցկացնում, այդքան գումար միաժամանակ վճարի շոուր, դա նորմալ է, ու իհարկե ասեցի խնդիր չկա մեր մեջ, դուրս կգանք, իհարկե ամեն մեկս մեր փոխարեն պետք է վճարի։ Այսպես, այդ հարցին ինձ թվում է, որ կորեկտ պատասխանեցի ու դուք էլ հայեր ջան, Հայաստանում ապրող հատկապես սարքեք ձեզի սովորություն, նույնիսկ եթե մշտական ընկերներն ու շուշուտ միասին դուրս են գալիս, կամ ամեն անգամ մեկն է վճարում, կամ էլ ամեն մեկը ձեր փոխարեն ամենաճիշտը դա է։ Դուք կարող եք վերցնել օրինակի համար ձեր պատվերը լինի 50 եվրոյի, մեկը կարող է վերցնել իր պատվերը 10 եվրոյի, կոպիտ ասած, հա, ու այնպես չի, որ պետք է մեկը վճարի բոլորի փոխարեն։ Այսօր ամեն մարդ իր տեղը վճարի, եթե իհարկե դա ծնունդ չի, հարսանիք չի, կնունկ չի, դա իհարկե ուրիշ թեմա է, դա ճիշտ չի, ես չեմ ընդունում, լինի դա երեխայի ծնունդ թե փոքրի թե մեծի, ճիշտ չի հրավիրել ծնունդի եւ բաներ կարծեմ, մեզ վերջերս Էլենն էր իր անկերու ծնունդն էր կարծեմ, մահակի նվերի բան ես կոմենքով ու ամեն մեկն էլ իր փոխարեն վճարեց։ Եղել է, որ ինչ-որ մեկը հրավիրել է իր տուն, էդ էլ ասներ, գիտեք ինչ ձև է, օրինակի համար մեր համար էդի խորհուրդ է, չէ, օրինակի համար դուք ինչ-որ մեկին հրավիրում եք, չէ, ինչ-որ մեկին չէ, մի քանի հոգի հրավիրում եք ձեր տուն։ Իրանք հերթով զանգում են, ճշտում են իրենց հետ ինչ բերեն։ Ու դա նորմալ երևույթ է օրինակի համար, եթե դու ասես, օրինակի համար ես պատրաստում եմ այս ինչ բանը, դու բեր դեսերտը, կամ ես առել եմ այս ինչ խմիչքը, դու բեր այս ինչ խմիչքը։ Իրանց համար դա նորմալ է։ Ու ես երբ որ իմ գոլեգաներին հրավիրում էի մեր տուն, զանգում են, ասում են, մեր հետ ինչ բերենք, ասում են, ո՞ց թե ձեր հետ ինչ բերենք, ասում են, դուք եկեք ինձ հերիք է։ Ու իրանց համար ինձ շատ տարօրինակ էր, որ ես տենց պատասխանեի, չի ասում, դու մեզ հրավիրում ես, քո ժամանակը մեզ ես տրամադրում, այդքան բան ես անում, ոնց կլինի, որ մենք դատարկ կանք, ասում են, ժողովուրդ, հերեք, դատարկ եկեք, ինձի ոչինչ պետք չի։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասում, որ այստեղ մի քիչ ավելի համ ճիշտ է բաներ կա, համ էլ սխալ է, ոնց որ բալանս է, էլի, ասում եմ, բայց մեր հայերի մոտ շատ սխալ բաներ կա այդ առումով, ասենք լոպազանալ ասել, ես բոլորի փոխարեն կվճարեմ, բայց իտոգում հետո կարող է մեկ շաբաթ ուտելու փող չունենա այդ մարդը, դա ճիշտ չի։ Այսպես, սա էլ էս հարցին, հուսով եմ Քրիստինե ջան ճիշտ պատասխանեցի, որտեղ ոնց հասկացա դուք Հայաստանից եք, որտեղ շեշտը դրեցիք Հայաստանի վրա։ Հիմա փոկոկը գնաց սխտորի ու վազիկի ու գազարի վրա։ Mēs հիմա ավելացնենք սմետան, աղ եւ ձեթ։ Իմը զեթունի Всё, այսի էսպես, էսպես վերցնեմ գնել այս կողմի վրա, որ մեզ չխանգարի եւ հաջորդ կոմենտարյան կարդամ։ Եկեք գիտեք ինչ անեմ, էսպես անեմ։ Տեսնենք, ուշ, ձերքս լվալի է ժողովուրդ։ Հա, գրելա Արմինե, դուք տատիկն է, Արմինե Ալոյանն է գրել, բարև ես, դուք որտեղ եք ապրում, ուսուցմանոր եք միացել, մենք ապրում ենք Ֆրանսիա, Լիոն քաղաքում, աղմուկի համար ներողեղ եք, Կարինե Պետրոսյանը, Սերնե ջան, իսկ ինչ խառնել ռոզմարինի հետ եւ ինչպես պատրաստել։ Նա ձեռքս լմանամ նեղվում եմ։ Պատուհանն էլ փակեմ մի քիչ։ Այստեղ մեզ մոտ էս շինարարական աշխատանքները հոգնածնում է ձայնը։ Ժողովուրդ, ռոզմարինի հետ խառնում եք մեխակ, մի քանի հատ մեխակ, մի սենց ջուտ բան, ինչ են ասում, տերևիկ են ասում, ինչ են ասում, ջուտ, դա տենց ասեմ, ռոզմարին եռացնում եք ու շաբաթ, նույնիսկ 2 շաբաթ կարող եք սառնարանում պահել ու փոքրիկ պուլիվիզատորի մեջ եք լցնում ու արդեն ձեր արմատներին ցանում եք ամեն լվանալուց ու նույնիսկ հաջորդ օրը
կամ կարող եք շաբաթական 4 անգամ ցանել ու օգուտ է տալի, թե չէի կիսվի դրանով, իրոք օգուտ է տալիս։ Светлана Нагурал, Светлана Гурал. Очень аппетитно получилось. Сырный, где вы купили золотую бумагу? Ոսկե թերթիկի համար է հարցնում, որ թխվածքի վրա եմ դնում կամ էկլերի վրա, հա։ Ժողովուրդ, ես դա պատվիրել եմ երևի թե Amazon-ից, ցանցերում այդ, չգիտեմ ոնց են ասում, սայթերում, հա, այդ առևտրի, կարող եք պատվիրել Amazon-ով էլ գրում եք, չգիտեմ որ երկրում եք իհարկե ապրում, երևի թե այստեղ որ հարցնում եք, ֆոյդով է, հա, բայց ոչ թե դեկո, այ ոնց որ պուլիգաճով թխվածքի համար, այդպես գրեք, կբերի անպայման ու կա տարբեր տեսակ։ Այսպես ուրիշ։ Ահա, Մարգարիտա Արշակյանն է գրել։ Իրականում Մարգարիտան շատ հաճախ է կոմենտարիա գրում եւ ոչ բացասական դրական կոմենտարիաներ է գրում ժողովուրդ։ Ուղղակի ինձ թվում է մեր Մարգարիտան շատ ուժեղ գրական կիրթ խոսք ունի եւ շատ հաճախ ուղղում է ինչ որտեղ ու շատ շնորհակալ եմ դրա համար, բայց այս վերջի նախավերջի թե հոլովը գիտակ որ ցույց ենք տալիս մեր գնումները, ես գիլասին, կերասին ասել եմ, ուպս, գիլաս։ Ու գրելա գիլաս չի, կերաս երկու անգամ, այստեղ պատասխանել է Սիպոնտոնյան, հա, Սիպոանտոնյան, երևի, Սիպոանտոնյանը, ամոթա ժողովուրդ, ինձ շատ հետաքրքիր է դուք կերաս եք ասում, բոլորս էլ գիլաս ենք ասում, ոնց որ հատուկ նայեք նկատողություն տալու համար, չի կարելի մարդուն վադրության մեջ գցել, լավի մասին ինչի չեք խոսում, դուք խոսացեք գրագետ ու իրավունք չունեք դիմացինին ստիպել կներեք, բայց շատ ջղայնացա կներեք իմ կարդալու համար, գիտեք հայերենը դժվար է իմ համար, նայեք, հիմա ես պատասխանեմ Մարգարիտայի, Մարգարիտա ջան, ինչքան էլ դուք գրեք կերաս, իմ մոտ արդեն վաղուց սովորություն է ասել գիլաս, դա կապրիշ չի, դա սովորություն է, ու ինչ չի թվում, որ այդ մի գիլաս ասելով աշխարհը շուր է գալիս, կամ կերաս ասելով ես մեր Հայաստանի ինչ-որ մի բանից փրկելու եմ, հա, իրոք շատ շատերս, ես կարել ասել իմ շրջապատում չեմ լսել մեկը, որ ասի կերաս, միշտ ասել են գիլաս առնենք, մեծ գիլաս, կամ վիշնյա, նույնիսկ են մանրը, որ գիլաս չի, ասել են վիշնյա, որ մտածես վիշնյան էլ հայկական բառ չի, ռուսական բառ է, եւ չեմ կարծում, որ դրա մեջ ինչ-որ մի վատ բան կա էլ, որ ասես գիլաս։ Այնպես որ ներող եղեք, ես ձեր կարծիքը հաշվի եմ առնում, որ դուք սիրում եք կերաս ասել, բայց եկեք թողենք շատ հարցերում մենք որոշենք մեր տանը, ով ոնց խոսի, հա, ու ինչպես արտահայտի բառերը, մեկը գրում է շատ կիրթ եք խոսում, մյուսը գրում է այս բառը սեզ չեն ասում, ժողովուրդ, սաղիդ համար մենք չենք կարող լավ լինել։ Ինչպես որ միշտ սիրում եմ ասել, մենք փող չենք, որ բոլորը սիրեն, այնպես որ իսկ ինչ վերաբերվում է կներեք անմոռացես աններից շատ վատ եմ Սիպո Անտոնյանին շնորհակալ եմ իրոք շատ ճիշտ արտահայտվեցիք ես ձեզ հետ լրիվ համահիտ եմ որ հիմնականում բոլորն են գիլաս են ասում ու երբեք լավը չեն նկատում հիմնականում նկատում են ինչի վրա կարող են շեշտ դնել ու մարդուն ցույց տալ որ ինքը մի պակաս ավել գիտի բոլորը չեն այդպիսին, բայց շատ-շատերը մենակ մի խնդրամ, ասենք ինչ-որ տարասխալ որ անում եմ, շնորհակալ եմ որ ուղում եք, շատ շնորհակալ եմ որ ուղում եք, անկեղծ, նույնիսկ ես մի քանի վլոգ ենկոն որ գրել էի Սամոն, նորից նայում եմ, ես այս սն ֆրանսերենի սեի հետ եմ միշտ խառնում ժողովուրդ ու գրելուց ես գրում եմ Սամվելի տեղը տամբել, շատ շնորհակալ եմ Անկեղծ, երբ որ տարասխալ է լինում, շատ շնորհակալ եմ, որ ուղում եք, իհարկե երբ որ շնորհքով եք ուղում, չի գրում, սխալ ես գրել, մի հատ էլ ճիշտ գրի, ասենք որտեղ գրում են,
Կինադու կարող է չփոխեմ գրածս։ Բայց այդ հարցում շատ շնորհակալ եմ։ Իսկ ինչ վերաբերվում է ինչ-որ բառեր ասել այսպես կամ այնպես, ժողովուրդ, ոնց որ ասում եմ, մենք հոգիներով լավը լինենք, այ մնացածը հեշտ։ Ուզում եմ նա աղը փորձեմ ու հասկանամ պետք է էլի աղ թե չէ։ Պետք է։ Լավ։ Շատ չեմ անում տվարմեն սովորություն ունի առանց համը տեսնելու աղանի։ Դրա համար մի քիչ է սմետան ունեմ, մի քիչ սմետան ուտելնի էլի։ Այսպես, այս մի կոմենտարյաներ պատասխանեցինք, տեսնեմ ուրիշ ունեմ։ Հա, որ ասել էի, որ այստեղ մինչև իրար տուն չզանգես, իրար տուն չես կարա գնաս, որտեղ մարդիկ տանը չեն լինում, էթում ես դուրը պաչում ես հետ ես գնում, Ռայան ա գրել, Բախտամյան, Սերնեջան արդեն 40 տարի է Հայաստանում էլ է այդպես, դա ճիշտ է ժողովուրդ, շատ ուրախ եմ, որ Հայաստանում էլ է փոխվել, ասեմ ինչի, մենք բոլորս էլ մարդ ենք, ու լինում է օր, որ մի քիչ հավես չունեք, տները մի քիչ թափրտված է լինում, կամ ժամանակը չի երիքել, լրիվ իդեալական չեք դասավորել, կամ օրինակի համար այդ օրը խանութ չեք գնացել, այնքան համովություններ չունեք, որ հյուրասիրեք, հա, տվյալ մարդկանց, ովքեր գալիս են ձեր տուն, եւ իմ կարծիքով, այո, դա շատ ճիշտ է, երբ որ զանգում են, օր են, ժամ են պայմանավորվում, նոր իրար տուն գնում են։ Դա չի խոսում, ասենք կողքի հարևանը, եթե գալիս է մի բաժակ սուրճ խմի արագ գնա, դա ուրիշ բան, դա սովորական բան է, որ մի օր դու, մի օր ինքը, հա, ստեղ չկա այդ հարևան ասածը, իմ շենքում չկա, Նելիենց կա, մեր Նելիենց շենքը սա հայ են, ու Նելիենց դուրը միշտ բաց է, բանալիով փակ չի, երևի թե գիշերներ են մեկ-մեկ մորանում փակել, եւ իրենց տունը գնալ գալը շատ ակտիվ է, որտեղ շատ հարևանություն ունեն, հետո ժամանակի առումով ավելի շատ տանն են, հիմա այդքան կարող է չէ, բայց առաջ հիմնականում տանն էին լինում, դրա համար ոնց որ միշտ տանում մարդ կար, այդպես ասեմ։ Նույնիսկ ես որ գնում եմ իրանց տուն, իմ մոտ սովորություն է, որ մտնում եմ իրանց տուն, իմ հետևից դուռը փակում եմ ժողովուրդ, որտեղ մեր տունն ենք որ մտնում ենք, անպայման դուռը փակվում է մեր հետևից, անպայման, որովհետև ինչ տեսակ մարդ ասես կա, անկախ նրանց որտեղ եք ապրում եւ կողքից նայում են, ասում են, այս մի բանը ավել ունեն, այս մի բանը պակաս ունեն, օտար երկրում ենք ամեն դեպքում, դրա համար ես գտնում եմ ճիշտ է դուռը փակ պահելը։ Դրա համար որ մտնում եմ Նելիենց դուռեր եմ փակում, հետո ինձնից հետո ինչ որ մեկը գալիս է սովորության համաձայն չխ ուզում է բացի մտնի, ասում է դուռը փակ է, որտեղ սերիներն անցել Նելիենց տնով։ Այսպես, ուրիշ ինձ թվում է, տենց կոմենտարը չկար, որ ին պետք էր երևի, թե հեսա նայեմ, հա, Կարինե, սա կարելի ասել ձեր համար եմ արել, սկրին պահել, Կարինե Տոպուզյանը գրել է, Սերնեջան, եթե խորհուրդս ընդունում ես, կես թեյի գթալից քիչ սոդա լցրու կոտլետի մեջ, շատ ավելի լավ է լինում, ավելի թեթև է լինում, կոտլետը փորձեք, կտեսնեք, հա, երևի կտեսնեք, կփորձեմ, անկեղծ կփորձեմ, չի իմանում, որ կարելի ավելացնել, այստեղ Ալեքս Վանին ա գրել, ողջույն, որտեղ եք աշխատում, Տիկին Սերինե եւ եթե գաղտնիք չէ, ինչ մասնագետ եք։ Ով աշխատում եմ խանութում, կոնկրետ մասնագիտություն չունեմ, քանի որ 17 տարեկանում ամուսնացել եմ, ամուսնանալուցս հետո Արմենը չի ուզեցել ոչ սովորեմ, ոչ աշխատեմ, տանն եմ եղել, հետո իրար հետև երեխաներ եմ ունեցել, սկզբից մի տարի հետո Նանիկն ա ծնվել, Նանիկի ծնվելուց հետո մի տարի հետո Սամոնն ա ծնվել, հետո 4 տարի հետո Արոնան ա ծնվել։ 5 տարի հետո, ներող եղեք, 5 տարի հետո Արոնան ա ծնվել։ Ստեղ գալուն պես իհարկե լեզուն պետք էր սովորել,
գալուպես էլ լեզվի դասի չէի գնում, որտեղ Արմենը չէր ուզում սկզբից, հետո ունեն ստացեց, մի խոսքով շատ երկար պատմությունը այդ ամեն ինչը որ պատմեմ, մասնագիտություն չունեմ, բայց դրա հետ մեկտեղ օրինակի համար կարող եմ մաս կտրել, տիրապետում եմ դրան, կարող եմ շատ լավ տխվածքներ պատրաստել, այդ էլ ինչ-որ չափի մասնագիտություն է, ունեմ, կարողանում եմ ձեռքը ստացվում է, և իհարկե աշխատում եմ, ինչպես ասեցի, խանութում կասայի մենեջեր եմ, արդեն կասայի մենեջերի գործը գիտեք, մտնում է հաշվարկներ, գումար մտցնել, հանել, աշխատողներին ոնց որ չգիտեմ հայերեն ոնց ասում ժեղե անել, այսինքն ղեկավարել, հա, ոնց որ այդ մասնակետն եմ հիմա, կոպիտ ասած, խանութի մենեջերը, խանութի չէ, կասայի կոնկրետ այստեղ, այդպես է, կասային առանձին է, բաժնին առանձին է, մի խոսքով բաժին է, այսպես, ուրիշ, ու գաղտնիք չի, ով է ինձ զանգում, Արմենն է ինձ զանգում, տեսնեք Արմենը ինչ ասում, միանամ ձեզ։ Ժողովուրդ խոսացի վերջացրեցի Արմենի հետ, ուզում եմ սենց մսի կտորներ կա, խոզի մսի, կտրատեմ, աղ բիբար բանանեմ, կդնենք դուխովկա, Արմենի աչքը բորբոքվել էր, ուռել էր, դա գնացել է բժիշկի աշխատանքից դուրս է եկել, դա զանգեց ասեց գնացել էի շտապ օգնություն ուժան, վախեց ասում եմ ինչ ա եղել, հեչ ասում աչքս առավոտը լավ ուրած էր, դենք որ շուտ արթնանում, մենք իրար առավոտը չենք տեսնում, այսինքն ինքը ինձ տեսնում է, գնաց ես իրան չեմ տեսնում, հա, չեմ տեսել, որ երեկ այդ հատուկ ջուր կա, չէ, երեխաների քիթիկը լվանալու, աչքերը լվանալու, դրանով կաթացրեցի, օգնում է, բայց չէր օգնի, դա գնացել է, նայել են, մաքրել են ու ասել են ինչ-որ բան է մեջ եղել, չգիտեմ, հիմա ինչ-որ դեղեր են նշանակել լվանալու համար, ուսով եմ նույն դեղը չի արնի բերի, դա շիֆայի մասին, լավ, ինչ-որ այդ, մի խոսքով ասեց էր գործի չեմ էտ, հա գալիս եմ տուն, ասի արի, ճիշտ են դու ես, գործն ինչ ա, որ նապ եք դաս գործի, Այսպես ժողովուրդ կաշին, հանածա, մախուրա, ուրիշ տենց ասելու բան չունեմ, շատ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն ձեր լավ, բարի դրական կոմենտարյաների համար, սիրելիներս, հուսով եմ, որ իմ հանդիպումը Արմինեի հետ ձեզ համար հետաքրքիր էր ու եթե ապրում եք այստեղ, կօգտվեք այդ հնարավորությունից ու կգաք, սիրելիներ, ձեր համար է դա ինչ-որ հանկարծ չկարծեք, որ դա ինչ-որ ուրիշ միտք ունի, որ ես ձեզ ասում եմ, անկեղծ։ Ես այնքան ուրախ եմ, որ մենք ունենք Լիոնում հիմնականում ապրող ժողովուրդը ունի այդ հնարավորությունը օգտվել մեր հայկականից ու նորից եմ կրկնում սիրելիներս, թե լինի ֆիլմի տեսքով, թե լինի այդ պարային ինչ-որ թե երեխաներին տանեք, որ բարի, ստեղ մենակ Արմինեին է չի բարի դպրոց, այնպես չի, որ կոնկրետ ասում եմ Արմինեին որ տանեք, չէ, եթե ունեք ցանկություն, հնարավորություն ձեր երեխաներին տանել դեպի այդ ուղղություն, ապա ինչու ոչ, ես անկեղծ ասեմ, երբ որ նոր ենք նույնիսկ եկել շատ է ուզում, բայց մեր երեխաներից ոչ մեկը չուզեց գնալ։ Ու ես այնպես փիս բնավորություն ունեմ, ես չեմ սիրում իմ երեխաներին ոչինչ ստիպել։ Շատ վաղ փոշմանում եմ, որ բաներ ա եղել, որ պետք է միգուցե ստիպել, հետո հավեսի կընկնեինք սիրեին, չեմ ստիպել, օրինակ Ալյոնան շատ էր սիրում գիթար ու նվագում էր, ու ինքն իրուն սովորում էր, ասում է Ալյոնա ջան, արի գնանք գիթարի դասերի, չէ, Նանիկը շատ ուժեղ նկարում է ու ունի այդ բանը, ասում է արի գնանք նկարչության, հենց պրոֆեսիոնալ ոնց որ սովորես, ավարտես, չէ, այսինքն կարելի ասել, ինչ առաջարկել են, միշտ ասել են չէ, շատ վաղ սխալ եմ եղել, իմ սխալը չկրկնեք, ստիպեք ինչ-որ փոքրիկ տարիքում, մի բան էլ, ոնց որ դուք ստիպեք, թող անեն, թեկուզ որ ասում են այդ րոպեին չէ, ես մի քիչ շատ խելոք մամա եմ, ամեն ինչում ասում եմ լավ, ոնց կուզեք, այսպես սիրելիներս, հիմա սրա աղ բիբար բանան եմ դնեմ թող լինի, այս Արմենն էլ կգա, և ֆիլմերի համար եմ ուզում ասեմ, ցավոք մեզ մոտ երևի թե չի ստացվի այս ֆիլմը դիտելու, քանի որ ուրիշ պլաններ ունենք, թեկուզ հրավերը ստացել եմ Էլինեի կողմից, ինչ համար շատ շնորհակալ եմ, շատ հաճելի է ժողովուրդ, երբ որ քեզ զանգում են և հրավիրում են, ասենք ինքը գիտի, որ ես գնում եմ Տոմսը և գնում եմ դիտելու, հա, ինքը կարող է հանգիստ սպասի և ես Տոմսը գնեմ և գնամ դիտեմ և դա իրան օգուտ կբերի, բայց ինքը մեզ հրավիրում է, դա շատ մեծ
արժեք ունի իմ համար, երբ որ դու տեսնում ես, որ մարդ տեսակ գոյություն ունի ու հենց այդ մարդ տեսակի համար ես Մելինեին շատ եմ սիրում եւ իհարկե Արմինեն էլ մեծ սիրով հրավիրել է եւ իհարկե մեծ սիրով գնում ենք, հավատացեք, եթե նույնիսկ չհրավիրեր, մենք անպայման տոմսը գնելու ենք եւ գնալու ենք։ Դա շատ կարեւոր է թե մեզ համար, թե մեր Հայաստանի համար, հա, որպեսզի մենք ստեղ մեր հայկականը զարգացնենք, սիրելիներս։ Դե ինչ, շնորհակալություն, որ դիտեցիք, հուսով եմ շատ երկար չստացվեց, այնքան որ արանքում ուզեցի ձեզ հետ զրուցեմ, հիմա տեսնեմ հանգարց ոչ մի բան բաց չեմ թողել եւ ձեզ բաց եմ թողնում արդեն։ Հա, ուй, կարաքի ամանը, ժողովուրդ, կարաքի ամանն էի հարցնում, օգտագործել եմ արդեն, հենց նոր մաշինկայի մեջից եմ հանել, վնաս չի տվել, շատ լավ մնացել է, որակը շատ լավն է, փայտը, ապակին շատ լավ, ապակի ամուր, գնել եմ, ով է ստեղ ապրում, իմանա առաջ բաբու խանութ կար, հիմա կոչվում է B&M, գրում եք B&M, ու ձեր քաղաքի անունն է գրում, այդտեղ կունենաք հաստատ, իսկ Լիոնում, լիքն է, այսպես, էս էլ այդպես, շատ լավն է, չեք փոշմանի, սա ինչ է, ես էլ, չէ, արդեն սրանք հիններն են, ժորդ, ես հեռախոսի մեջ, ես սենց սկրին եմ ան, քարտ չկա մեջ է, ինչպես պատրաստել, հա, սի կարդացին, որտեղ եմ, հա, ուզում եմ տեսնեմ նավսյակի, եթե, չէ, վсё, բոլորիդ պատասխանեցի, բոլոր այն հարցերին, որոնք որ կուզենայի այսպես պատասխանի։ Այսպես իրեներս ես անցնեմ սրան, կարտոշկան էլ արագ պատրաստ եմ, ինձ մնաց մեկ շամ ժամանակ հաց ուտեմ ու ուղիղ գործի։ Ձեզ ինչպես միշտ ասում եմ շնորհակալություն, որ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, շատ շնորհակալ եմ, որ ձեր ժամանակը տրամադրում եք, բացի այն, որ նայում եք ու կոմենտարի եք գրում, սիրելիներս։ Հուսով եմ ձեր բոլոր հարցերի պատասխանը տվեցի, եթե հարցեր ունեք, եթե ինչ-որ բան ունեք ասելու, գրեք անպայման, ես գերադասում եմ այսպես հիմա ձեզ հետ շփվեմ, իսկ եթե հարց չի լինում, ուղղակի ինչ-որ գովասանքա կամ ինչ-որ մի բան է, միշտ սրտիկներ եմ դնում, սիրելիներս, ներող եղեք, չեմ կարողանում հատիկ հատ պատասխանել, հատ առ հատ պատասխանել, ինչու, նախ հենց որ հայերեն տառերով է գրված լինում, ինձ համար մեկ կոմենտար գրելը, ճիշտ եմ գրել, սխալ եմ գրել, այս բառը սենց է, բառն հենց է, տևում է մոտավորապես 5 րոպե մեկ կոմենտարային պատասխանելը, դուք հասկանում եք, որ դուք շատ եք, ես մեկն եմ ու աշխատում եմ, սիրելիներս, դրա համար հենց տեսնում եմ գովասանքա, սրտիկներ եմ դնում, իմացեք, որ շատ շնորհակալ եմ ձեզանից, իսկ երբ որ լինում է ինչ-որ ես տեսակ հարցեր, որին որ պետք է անդրադառնալ, այսպես ուղիղ անդրադառնալու եմ, երևի թե դա կդառնա իմ ֆորմատը, խոհանոցում ձեր հարցերի կոմենտարիաներին պատասխանելը։ Դե ձեր գլուխը չտանեմ, մերսի շատ, պաչիկ ձեզի։